Բարև ձեզ, ես ոնց որ ասեցի, ինձ ժամանակապետ, որ տրամադրվեմ Կարենամ Խոսամես թեմայով, խոսքը վերաբերում է Խասկին, ուզում եմ ասեմ բոլորին տեղակայեմ, որ ինքը իր մեր հետ չի, ինքը հանգստացավ տանջանքներից, մինչև վերջ փորձել եմ իրան օգնեմ, անգամ այդ արյան փոխներարկումը փորձեցինք ու սկզբի մի քանի օր ինքը ակտիվություններ ցույցաբերում, բայց հետո դեպի վատներ գնում իր իրավիճակը օրորի վերջին օրվա ընթացքում միանգամից վերջին օրը, որը որ ինֆորմացիա չեմ տվել ձեզ, շատ զբաղված է իրանով, ինքը կտրուկ վատացավ, առավոտյան կերավ, ես իրան փայտով կերակրեցի, բլենդերով խփած միս կերավ, բայց արդեն պարկած էր, գիշերը դուրս է եկել, ճիշի կարը, քայլելա մի կերպ շատ դժվարությամբ, բայց հետո այդ առավոտից ինքը այլևս չէր կարում քայլեր ու սկսել էր տարօրինակ ոռնոցներ հանել, ես նայելով իրան հասկանում եմ, որ ցենց ուզում էր այս կողմ տեղաշարժվեր, այն կողմ տեղաշարժվեր, բայց չէր կարա, իրան փորձել եմ օգնել, որ ճիշիկները անի, բժիշկների հետ խոսալով տարբեր հնարավոր ու անհնար կերպեր օգտագործելով, բայց ամեն անելու հետ աղավոր ոռնում էր ու ցավում էր, դաժե այն բանից եմ իրան հագցրել, որ փորձեմ քայլացնեմ, բայց չէր կարում, թևերը այսենց կախնգած էր, կարծես իրան ինսուլտ խփած էր, ջուր ինքնուրույն չէր կարում ուժը խմեր ու շպրիցով եմ ես իրան խմացրել ջուրը ու այդ գիշերը, այդ սարսափելի ոռնոցների մեջ ես մենակ Աստված էի կանչում, երբ պիտի լույսը բացվեր, որ ես իրան հասցնեմ կլինիկա անհրաժեշտ բուժօգնության, որ այդ տառապանքը դադարի ու տարել եմ սոնոգրաֆիա նորից արել, ռենտգեն, խորհրդակցել եմ մի շարք բժիշկների հետ, իրավիճակը նայելով, գնահատելով, իրանք բոլորը միաբերան ասացին, որ ինքը չի ապրելու, ես ասացի, եթե անգամ 1/1000% կամ 0.1% ինքնին շանս ապրելու, ես պատրաստ եմ մինչև վերջ պայքարեմ, այստեղ հարցը արդեն գումարի չի, որտեղ իրար հետ շատ դժվար ճանապարհ ենք անցել, բայց բոլորը միաբերան ասացին, որ այդ ամեն ինչը ոչ մի օգուտ չի տալու, ոչ մի ու ինքը միևնույնն է մահանալու է, ուղղակի տանջանքներով ու ավելի դուք երկարացնում եք այդ իր տանջանքները, ճիշտ կանենք, որ տենց չվարվեք, բայց դուք եք որոշողը, իմ համար շատ մեծ ցավ էր, բոլորդ գիտեք, որ ես շատ դեմ եմ քննարկնելու, կյանքիս մեջ մենակ մի անգամ ունեմ դեպք, որ քննարկել եմ ու սա իմ երկրորդ դեպքն է եղել, բայց այդ անճար վիճակից, որ այլևս ոչինչ իրան չէր օգնելու, ինքը ուղղակի շարունակելու է ավելի սուր ցավերի մեջ, ինձ պրոստը բացատրեց ինչա հիմա իրա մոտ կատարվում, այն որ մեզ անգամ այնտեղ կլինիկայում շպրիցով հանեցին, քաշեցին, իր լյարդի վերևը արյունը հավաքվում էր այնտեղ, շատ լուրջ վիճակի հաշիչառություններ սկսել ահավոր վատանալ ու ահավոր ցավերի ոռնոցներ, ես այդ վիդեոները չեմ դնել ու չեմ էլ դնելու, որ չեմ ուզում ինչ-որ մեկը մեծ ցավ ապրի դրա պատճառով կամ ստրես տանի լուրջ, որտեղ ես ինքս ահավոր չեմ կարեցել այդ ոռնոցները լսեմ ու մի քանի բժշկի հետ էլ խորհրդակցելով եկել եմ այդ եզրակացության, որ մի վայրկյան ավել չեմ ուզում, որ ինքը տարապի, եթե ինքը խոց իմանայինք, որ մի քանի բաներ անելուց հետո ինքը թեկուզ մի քիչ տանջվելուց հետո կլավանար ոտի կանգներ, ես պատրաստ էի անգամ դրան, բայց եթե պրոստը պիտի տանջվեր ու տանջվելով մահանար, դա ուղղակի կլիներ իմ կողմից աններելի մի քայլ իր հանդեպ, մինչև վերջին պահը փորձել եմ իրան օգնածել եմ, բայց դրանից հետո հնարավոր չէր լինելու, ես պրոստը ուղղակի ստիպված էի, որ գնայի այդ քայլին, երբ որ իրանք դրեցին իրան այդ լուրջ տառապանքից հետո պրոստը սենց հանգիստ քնած էր, մինչև վերջին վայրկյան իրա կողքին եմ եղել ու իրան հրաժեշտ տա, ես բոլոր այն մարդկանց ովքեր ուզեցել են իրան օգնել, շատ շնորհակալ եմ, գիտեմ շատ շատերը կարեն չհասկանան այս քայլը, բայց իրոք դա ուղղակի կլինի դաժանություն իրան թողնել այդ ցավերով գնել։ Ես ինքս ունեցել եմ տատի, որը եղել է անգիտակից վիճակում 5 տարի, ես իրան անկողնային պահել եմ,
ինչքան իրավիճակը ծանրում էր, այնքան ես Աստծուն խնդրում էի, որ ինքը մի օր շուտ մահանար, որ այդ ցավը չզգար ու այդ տառապանքը չունենար, որտեղ այն որ ասում են հիվանդը չի հիվանդ, այլ հիվանդատերը, լրիվ այդ վիճակներ ու վաղ միսօր, երբ որ ես այդ իրավիճակի մեջ լինեմ, հաստատ կուզենայի, որ մարդկանց հանդեպ էլ լիներ դա ու ես չի ուզենա պրոստը այն գիտակից վիճակում այդ պանջալից ապրեի, ինչ որ մեկի համար եթե մարդ չի գիտակցում, իմաստ էլ չկա այդ ապրելու մեջ ու ինձ էլ վստահ եմ, որ Խազիկը ինքն չէր ուզենա, որ շատ տանջվեր։ Ես պրոստը իմ համար շատ դժվար է որոշումը կայացրել է, որ ինքը ուղղակի ազատվեր տանջանքից, որովհետև այլ երկ ուղղակի չկար, գույնը քայքայվում էր իրա, անիմերանահավոր վիճակի էր ու բացարձակ ոչ մի միջամտություն էլ իրան չէր օգնելու։ Իսկ այն առաջին դեպքը, որ շմիկին համաձայնվել եմ քննարկել, եղել է չումա, նյարդերին է խփել, բայց այդ նյարդերի որ խփել է, լինում է որ նյարդին խփումը կարում են ապրեն, ասենք մի քիչ պարարիչի նման, բայց եթե օրինակ այն էջանանյարդին խփում, որ ինքը չի կարա կակաշի կանի, չիշի կանի, արդեն ջուր խմի ու ուտի, այդ արդեն կենսագործունեության անհրաժեշտ է, այդ ֆունկցիաներն են խանգարվում, այդ ժամանակ արդեն կենթանին անիմաստ է, որ տանջվելով թողնես մահանա, ես էլի այդ շատ դժվար որոշում կայացրել եմ, նմանատիպ սիտուացիա էր հիմա, ուղղակի իրան թողնել, որ բաժանն էր, որ կարող է հետ բերեի այդ ճանապարհին ինքը մահանալու, ես չգիտեմ, կամ այդ գիշեր, կամ այդ կոր հետո, բայց որ տանջվելով էր մահանալու, ես հետի հաստատ չէի ուզենա, չգիտեմ ով ոնց կընդունի այս նորությունը, գիտեմ, որ շատ գուցե հիասթափվեք, բայց այս պետք է իր հանգստության համար թող հանգիստ մնա հիմա, վերջը հազիվ հանգստացավ իր աջանը, պրոստը ես չեմ էլ իմացել, բայց ինքը ինձ ասեցին, որ 8 տարեկանից բարձր շուն է, ասին, որ դաժե կարող լինի 10 եւ ավել իր ողնաշարի մեջ էլ առաջացել ինչ-որ խնդիրներ, նորից որ ռենտգենային տեսան սպինա, չգիտեմ ինչեր են կոչվում, ողնաշարի մեջ մտած, ինչի հետևանքով ինքը սկսել էր չքայլել ու չմիզել, ու այս ամեն ինչ եղել է կայծակնային հենց վերջին օրում։ Ես ուղղակի չգիտեմ, այսքան որ տրամադրվեցի ու կարողացած ես հայտնել այս մասին, չգիտեմ ինչ ասեմ, պրոստը այս պահին գիտեմ, որ ինքը հանգիստ է հիմա, ոչ մի ցավ չի զգում։